Տրամփը ինչպես եւ սպասում էր ցեղասպանություն բառը չարտասանեց, բայց ես կարծում եմ, որ մենք այդ մանկական հիվանդությունից արդեն բուժվել ենք, երբ որ ամեն տարի սպասում ենք, թե արդյոք կարտասանի, արդյոք կարտաբերի այդ բառը, որ հայերին սպանեցին նրա համար, որովհետեւ Օսմանյան կայսրությունը լուծում էր այս կամ այն քաղաքական խնդիրը։ Այս տարվա ուղերձը, որ ես կարծում եմ, ես հասկանում եմ, որ այդ ուղերձը գրեթե կապ չունի հայոց ցեղասպանության հետ։ Սա մի տեսակ փորձ է բռնանալ մեր մտքին, որտեղ ֆիզիկապես դու կարող ես ապրես այս հողում, բայց քո միտքը կարող է ավելի մեծ տարածություններ ընդգրկել։ Երբ որ ազգի մի մասի նկատմամբ իրականացվում է ցեղասպանություն, ազգի մյուս հատվածը պետականություն է ստեղծում։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ մարդկանց առաջարկվել է իսլամ ընդունել եւ փրկվել ֆիզիկապես, իրանք հրաժարվել են։ Սա էլի դիմադրության մի ձև է, չէ՞, այսինքն հայոց ցեղասպանությունը դա ճանաչված փաստ է, դա անվիճելի, անհերքելի իրողություն է գոնե գիտական դաշտում։ Էրդողանը միշտ շեշտում է, եթե ուշադրություն եք դարձրել, շեշտում է Թուրքիայի դերը Ղարաբաղյան պատերազմում իրենց հաղթանակին։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր ուղիղ խոսելու ենք հայոց ցեղասպանության մասին։ Մեր զրուցակիցն է ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Պարոն Մանուկյան, ապրիլի 24-ին լրացավ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ ինչպես ամեն տարի եղան արձագանքներ միջազգային, դրսից, ներսից եւ այլն։ Դուք ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք արձագանքը այս տարվա։ Քանի որ այսպես 10 կլորության այսպես տպավորություն է ստեղծում, տեսակ մեր հասարակությունն էլ դրա վրա ավելի մեծ էր սևեռվածությունը, քան եթե համեմատենք անցած տարվա հետ։ Անցած տարի մի քիչ ավելի եւ հոսքը ծիծեռնակաբերդ եւ արձագանքները միջազգային եւ այսպես շատ ավելի քիչ էին, քան այս տարի։ Կարծում եմ, որ դա կապված է նաեւ մեր երկրում այս թեմայի հետ կապված որոշ խնդիրների հետ, ինչ նկատի ունեմ, հանրային խոսքի մեջ այս թեման քաղաքական իշխանության կողմից գոնե փորձում է վերաձևակերպում ստանալ եւ մի տեսակ հասարակությունը շատ զգայուն են կանում այս թեման եւ այս ապրիլի 24-ին քննարկումների, արձագանքների այսպես մեծ ծավալ ես շատ դեպքերում կապում եմ նաեւ նրա հետ։ Մեր հասարակությունը շատ լավ արձագանքում է թեմաների, որոնք գայուն եւ ազգային եւ այսպես ինքնության հետ կապված են, կարող է այսպես դա կազմակերպված չի, շատ դեպքերում նաեւ գիտակցված չի, բայց յետագիտակցորեն մարդիկ միշտ այսպես վտանգ են զգում մի տեսակ, հա, եւ փորձում են դրան արձագանքեն։ Եվ այդ առումով կարծում եմ, որ այս տարի դրանով նաեւ առանձնանում էր։ Հետո նաեւ այս տարի մենք տեսանք հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքի առումով հետաքրքիր զարգացումներ, շատ այս տարվա ծրագիրը շատ հագեցած էր, եթե չեմ սխալվում, 3 տեղ աշխարհում բացվեցին տարբեր ցուցադրություններ ցեղասպանության թանգարանի հետ համատեղ Ռումինիայում, Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում 2 տեղ, նաեւ շատ հետաքրքիր ժամանակավոր ցուցադրություն է հիմա բացվել ականատեսներին նվիրված։ Նաեւ այս տարի առաջի տարիներ, երբ որ մենք սպասում ենք, թե ինչ կասի Թրամփը։ Թրամփը ինչպես եւ սպասում էր ցեղասպանություն բառը չարտասանեց, բայց ես կարծում եմ, որ մենք այդ մանկական հիվանդությունից արդեն բուժվել ենք, երբ որ ամեն տարի սպասում ենք, թե արդյոք կարտասանի, արդյոք կարտաբերի այդ բառը, որովհետեւ 21 թվականին Բայդենը արդեն ասեց, մի քանի անգամ կրկնեց իր կառավարման շրջանում եւ նաեւ այդ բառը արտաբերելը մի տեսակ սիմվոլիկ նշանակություն է, որտեղ ի վերջո 2019 թվականին ամերիկյան կոնգրեսը, որ այդ պետության բարձրագույն օրենսդիր մարմինն է, երկու պալատներն էլ ընդունել են բանաձևեր, որոնք ճանաչում են Միացյալ Նահանգները որպես պետություն ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Այսինքն ընդհանուր առմամբ դա էր, որ մենք տեսանք եւ անցանք հերթական ապրիլի 24-ը եւ շարժվում ենք առաջ։ Լամեդիան մարդկանց հետ հարցումներ իրականացրեց հենց ապրիլի 24-ին, հասկանալու թե օրինակ իշխանության հայտարարությանը ինչ վերաբերմունք ունեն, հա, ու հիմնականում հարցվածների մեջ բացասաբար էին վերաբերվում այս հայտարարությանը, հիշեցնեմ, մեր առաջնահերթություններից չէ հայոց ցեղասպանության ճանաչումը արտաքին հարաբերությունների։ Հիմա ես ուզում եմ հասկանալ հասարակության մի մաս հասկանում է, գիտակցում է, բայց կա մի մաս, որը միգուցե անտարբեր մենք չգիտենք։ Մենք ինչպես կարող ենք այս մարդկանց ինչ որ մեսիջ հասցնել կամ վերել այն մտքին, որ հայոց ցեղասպանությունը դա լացելու մասին չէ,
դա հանցագործության ճանաչման մասին է։ Միշտ լինելու է հասարակության մեջ մարդկանց մի խումբ, ով այս թեմային նախ մեծ կարևորություն չի տալու, փորձելու է այսպես ալտերնատիվ տեսակետներից նայել, եւ մենք դրան պետք է հանգիստ վերաբերվենք։ Ուղղակի խնդիրն այն էր, որ նախկինում, երբ որ հասարակությունում եւ իշխանությունների կողմից էր այդ գաղափարը ավելի այսպես հնչեցվում եւ հասարակության ընկալումները այլ էին, այդ մարդկանց խումբը լուռ էր եւ իրենք առանձնապես չէին երևում։ Հիմա, քանի որ մեր իշխանությունների կողմից իրենք ստանում են, կարելի ասել, աջակցություն իրենց կարծիքները, այդ մարդիկ շատ ավելի բարձրաձայն կարող են արտահայտել իրենց միտքը եւ կարծիքը։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ սա իշխանությունների վերաբերմունք իհարկե շատ մեծ նշանակություն ունի, որտեղ տեսեք, ցեղասպանությունը ինքը քաղաքական հանցագործություն է, այսինքն ինքը իրականացվում է հիմնականում քաղաքական նպատակներով։ Հայոց ցեղասպանությունը հայերին սպանեցին նրա համար, որովհետև Օսմանյան կայսրությունը լուծում էր այս կամ այն քաղաքական խնդիրը։ Եվ բնականաբար այս հանցագործությունը լինելով քաղաքական հանցագործություն, պետության կողմից կազմակերպված, քաղաքական ուժերից կողմից կազմակերպված հանցագործություն, ինքը կարիք ունի քաղաքական գնահատականի նախ եւ առաջ։ Իհարկե իրավականը հետո պիտի լինի եւ այլն, բայց առաջինը քաղաքական գնահատականն է։ Այդ քաղաքական գնահատականը դա հայոց ցեղասպանության դեպքում գոնե դա միջազգային ճանաչման գործընթացն է, երբ որ տարբեր պետություններ, միջազգային պետություններ ոչ միայն ճանաչում են, այլև դատապարտում են եւ սրանով տալիս են իրենց գնահատականը նրան, ինչ որ կատարվել է։ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները իրենց գնահատականները միշտ տվել են եւ այդ գնահատականները եղել են շատ կոշտ, շատ հստակ, շատ միանշանակ։ Նաեւ այսօրվա իշխանությունը 2019-ին, 2020-ին, այսինքն երբ որ դասում ես իրենց այդ խոսքը ապրիլ 24-յան վարչապետի ուղերձը, դու տեսնում ես, որ վերջին հաշվով շատ բան չի փոխվել, այսինքն անկախ Հայաստանի բոլոր ղեկավարների արտահայտած այսպես մտքերի ծիրում է գնում այդ արտահայտությունը, բայց հետագայում մենք տեսնում ենք, որ կամաց դա տրանսֆորմացվում եւ փոխվում է, եւ օրինակ այս տարվա ուղերձը, որ ես կարդում եի, ես հասկանում եի, որ այդ ուղերձը գրեթե կապ չունի հայոց ցեղասպանության հետ։ Հայոց ցեղասպանության թեման մի տեսակ ուղղակի օգտագործվում է այսօր գեներացվող քաղաքական նարատիվները արդարացնելու համար, որովհետև նախ եւ առաջ դա մի ուղերձ էր, որը առաջին անգամ ուղղված է ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնտեղ հենց ուղերձում դա նշվում է, այնինչ հայոց ցեղասպանությունը այնինչ ճուղտեղոնցով հայ ժողովրդի հետ, հավաքական հայ ժողովրդի հետ, եւ նաեւ այնտեղ նշվում են հենց այն առաջնահերթությունները, որ պետությունը միշտ շեշտադրում է վերջի տարիներում սահմանազատում, սահմանագծում, այսօրվա Հայաստանի սահմաններից ներս ոչ միայն ապրելու, այլ մտածելու մասին։ Այսինքն սա մի տեսակ փորձ է բռնանալ մեր մտքին, որտեղ ֆիզիկապես դու կարող ես ապրես այս հողում, բայց քո միտքը կարող է ավելի մեծ տարածություններ ընդգրկել, բայց մեզ ասում են, որ դուք նաև չպետք է ավելի լայն մտածեք եւ ձեր միտքը տարածեք այս սահմաններից դուրս։ Եվ այդ առումով իհարկե ես համաձայն եմ նաև այդ ձեր հարցվածների մեծ մասի հետ, որ իմ համար պետքան էլ ընդունելի չի այն, ինչ որ այսօր արվում է պետական մակարդակով այս թեմայի վերաբերյալ։ Մենք միշտ ընկալել ենք հայոց ցեղասպանությունը որպես կոտորվածի, սպանվածի տեսանկյունից։ Իհարկե լացելու առիթ։ Այո, լացելու, ողբալու, սկալու առիթ է։ Բայց մի բան կա, որ մենք պետք է հասկանանք, որ ցեղասպանությունները տեղի ունենում տարբեր ժողովուրդների հետ։ Մենք միակը չենք, մենք միակ ժողովուրդը չենք, որ այդ ճակատագիրն ենք ունեցել։ Հարյուրավոր ժողովուրդների հետ եղել են ցեղասպանություններ եւ ցեղասպանության փորձեր։ Եվ մենք ունենք, չգիտեմ, տասնյակներով ժողովուրդներ, որոնք այսօր ուղղակի գոյություն չունեն, որովհետեւ ցեղասպանությունից հետո այնքան ուժեղ չէին, որ կարողանային իրենց վերարտադրել եւ վերաստեղծել որպես ժողովուրդ։ Կամ այնքան թույլ էին, որ թույլ տվեցին, որ ամբողջությամբ իրանք բնաջնջվեն։ Մեր դեպքը այլ է։ Իհարկե մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը, իհարկե մենք տվեցինք 1.5 միլիոն զոհ, բայց պետք է նաև հիշել, որ մեր պարագան ֆանտաստիկ է, եզակի են առումով, որ երբ որ ազգի մի մասի նկատմամբ իրականացվում էր ցեղասպանություն, ազգի մյուս հատվածը պետականություն էր ստեղծում։ Իսկ երբ որ 15 թվականին այդ Սարդարապատի Պաշապարանի այդ ճակատամարտերում մենք դիմադրում էինք եւ հաղթանակներ էինք կերտում, պետք է հիշենք, որ այդ նույն ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի մնացորդներին ոչնչացնում էին։ Եվ սա այդ պատգամը, որ մենք ոչ թե սպանված ժողովրդի այսպես զավակներ ենք, այլ մենք վերապրած ժողովրդի զավակներ ենք եւ դիմադրած, մենք դիմադրել ենք, մենք փրկվել ենք եւ այդ հերոսական դիմադրությունները, որ մենք ունեցել ենք, թվով 16 մեծ դիմադրություններ ենք ունեցել եւ հարյուրավոր մանր եւ փոքր դիմադրություններ ենք ունեցել, երբ որ
ամեն գյուղում կռվել են, ամեն քաղաքում մենք ունենք փոքրիկ դեպքեր, երբ որ մի խումբ մարդիկ այսպես հավաքվել եւ փորձել են դիմադրել, ել եմ ասում, չհաշվենք նույնիսկ այդ 16 մեծ դեպքեր, երբ որ դիմադրություններ տեղի ունեցան, սա մեզ թույլ է տալիս մի քիչ փոխել նաեւ տեսանկյունը, նաեւ մարդկանց ցույց տալ, որ սա ի վերջո նաեւ եղել է հերոսական ինքնապաշտպանությունների, մարդիկ կարճել են իրենց կյանքից, մարդիկ կարճել են իրենց ուղղակի չեն մորթվել։ Այո, ուղղակի չեն մորթվել եւ Գիտեք, ուղղակի մորթվելու նաև ֆիզիկականի մասին չի միայն խոսքը։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ մարդկանց առաջարկվել է իսլամ ընդունել եւ փրկվել ֆիզիկապես։ Իրանք հրաժարվել են։ Սա էլի դիմադրության մի ձև է, չէ՞, այսինքն մարդը պատրաստ է գնա մահվան, բայց ինքը ասում է ես իմ ինքնությունը չեմ փոխելու, ես չեմ թրկացվելու, որովհետեւ սա էլ հետաքրքիր բան կա, մենք հայերենում իսլամանալ տերմինը շատ երկար ժամանակ չենք ունեցել։ Իսլամանալը մենք կոչել ենք թրկացվել, թրկանալ։ Այսինքն իսլամ ընդունելը ուղղակիորեն ասոցացվել է հայությունից գնալ եւ դառնալ թուրք, այսինքն այդ հավասարազոր էր դրան։ Հավասարազոր է եղել դրան։ Ինքնության պահպանման գործոնը շատ կարեւոր է, որը մենք պետք է շեշտենք եւ մեր դրա մասին խոսենք։ Օրինակ, երբ որ համատում ես հրեական հոլոկոստի հետ, օրինակ հրեաների համար կամ հրեական հոլոկոստի մի մեծ դիմադրություն է եղել, Վարշավայի գետոյի դիմադրությունն է եղել, բայց իրենք այնքան են կարողացել այդ դեպքը կենտրոնական դարձնեն հոլոկոստի համար, որ նույնիսկ իրենց այսպես հոլոկոստի հիշատակի օրը կոչվում է հոլոկոստի նահատակների եւ հերոսների հիշատակի օր։ Այսինքն իրենք նաեւ հերոսներ բառ ունեն, որով ուզում են ցույց տան, որ նաեւ ինչ որտեղ դիմադրություն է եղել։ Թեև երբ որ համատում ես հայկական դեպքերի հետ, անհամեմատելի է, երբի այսպես ես ոչ մի այլ ցեղասպանություն չեմ գտնում, որտեղ այդքան դիմադրած լինի ժողովուրդը։ Եվ այսինքն այդ պատկերը, որ մեր մեջ մտցնում են, որ մենք այսպես այդ հայտնի ֆրազը կա, չէ, ոչխարների նման գնացել ենք սպանդանոց, դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում, որտեղ հնարավոր է եղել կռվել ենք։ Այն տեղերում, որտեղ չենք կռվել, ուղղակի հնարավոր չի եղել մի պարզ պատճառով, որ տղամարդիկ բանակ են զորակոչված եղել, մնացել են միայն կանայք երեխաների հետ, իսկ կնոջ համար վերջին հաշվով առաջի եւ հիմնական այսպես բնազդային զգացումը դա իր սեփական երեխաներին պաշտպանելը, այսպես պահպանելը դա է եղել։ Եվ մի բան էլ կա, մենք մոռանում ենք, որ 2015 թվականին հայ ցեղասպանության զոհերին, հայ ցեղասպանության նահատակները սրբադասեցին։ Այսինքն մենք արդեն ոչ թե խոսում ենք նահատակ ժողովրդի, մենք խոսում ենք սրբադասված մի այսպես խմբի մասին, որի նկատմամբ վերաբերմունքը այլ պետք է լինի։ Բայց ցավոք սրտի, այստեղ ես իհարկե թող ինձ ներվի, բայց ես կուզենամ նաև մեր եկեղեցուն որոշակիորեն այսպես հանդիմանել, դիմեմ, հա։ Իրենք լավ չեն բացատրում սրբադասման խորհուրդը եւ ծեսը։ Ասենք մեր ժողովուրդը չի հասկացել վերջին հաշվով ինչ է նշանակում սրբադասել, ինչ փոփոխություն է տեղի ունեցել սրբադասումից հետո, որովհետեւ եթե մենք հասկանայինք այսօրվա մեր ծիծեռնակաբեր գնալը լրիվ պետք է իմաստը փոխած լիներ, որովհետեւ մենք հիմա գնալու էինք ոչ թե ողբալու մեր այսպես զոհերի նահատակներին, այլ մենք գնալու էինք մեր սրբերից խնդրելու մեր երկրի համար, մեր ազգի համար, չգիտեմ, ապահովություն, բարեկեցություն, չգիտեմ, խաղաղություն, հաջողություն կամ հաղթանակներ, այսինքն պետք է լրիվ փոխված լիներ այդ բանը, բայց ցավոք սրտի եւ ես լրիվ ձեր հետ համաձայն եմ, որ մենք կարիք ունենք էլի այդ փոփոխությունը կատարելու ընկալման մեջ կոնե։ Խոսեցիք դատապարտելուց ու միջազգային ճանաչումից։ Կարծեմ 27 երկիր ճանաչել է հայոց ցեղասպանությունը, միջազգային կառույցներ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ-ի հանձնաժողովներ եւ այլն։ Կան նաեւ բազմաթիվ արխիվներ, չէ՞։ Մենք ունենք բացը ապացուցելու, որ եղել է հայոց ցեղասպանություն, դա փաստ է։ Ունենք մենք բազմաթիվ նյութեր, բայց մենք ճիշտ ենք վերաբերվում այդ նյութերի հետ։ Տեսեք, երկու մասի բաժանում դեր հարցը, առաջինը միջազգային ճանաչման մասին։ Այո, բազմաթիվ երկրներ ճանաչել են, նույնիսկ 27 չի, ես եթե չեմ սխալվում 33 նույնիսկ։ Վերջի տարիներին, վերջի ասել համեմատաբար հայ մի քանի երկիրներ ճանաչեցին եւ մենք 30-ի թիվը անցանք։ Սա շատ կարեւոր գործընթաց է։ Ինչու է կարեւոր, որովհետեւ ամեն մի ճանաչում, ամեն մի երկրի ճանաչում ինքը մեզ լրացուցիչ էլի քաղաքական կշիռ է տալիս մեր, այսինքն այս թեմային եւ ամեն մի ճանաչում բացի դրանից ինքը նաեւ հանրայնացնում է թեման։ Յուրաքանչյուր ճանաչում դառնում է միջազգային քննարկման առիթ, ինքը դառնում է տվյալ ժողովրդի քննարկման եւ այսպես ինքը առաջացնում է ցանկություն գնալ, հետազոտել, ուսումնասիրել, հասկանալ ինչի մասին է խոսքը, ինչ է ճանաչել մեր պետությունը կամ ինչ ճանաչման մասին է խոսքը։
Եվ այդ առումով ինքը շատ կարևոր գործընթաց է, որը ես ուզում եմ, որ մենք գնահատենք եւ կարևորությունը հասկանանք։ Նաեւ ինքը կարևոր է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բարձրացման տեսանկյունից, որովհետեւ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը այս միջազգային ճանաչումը մի տեսակ օգտագործում էր որպես վահան իր պաշտպանունակությունը մի քիչ ավելի բարձրացնելու համար։ Նաև իհարկե բնականաբար բանակի, դիվանագիտության եւ այլ միջոցների հետ մեկտեղ դա մի այսպես մի աղյուս էր, որ դրվում էր մեր ազգային անվտանգության պատնեշը կառուցելու համար։ Եվ շատ երկար ժամանակ Թուրքիան նաև ես կարծում եմ, որ ինքը խուսափում էր Հայաստանի նկատմամբ ուղղակի ագրեսիայի, ուղղակի առճակատումից, ելնելով հենց այս դրվագից, որ իրեն կարող է մեղադրեն, որ փաստորեն այն ինչ որ հայերը ասում են, որ դուք իրոք այդ ժողովրդի ոչնչացնելու նպատակ ունեիք եւ միգուցե հիմա ունեք, փաստորեն հայերի ասածը ճիշտ է, այսինքն իրանց ցանկացած հակահայկական գործողություն կամ ուղիղ, չգիտեմ, միջամտություն Հայաստանի գործերի, ինքը կարող էր ծառայել ապացույց հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված միջազգային այդ արշավը հաստատող մի լրացուցիչ կրվան կարող է լինել։ Եվ այս առումով Թուրքիան շատ երկար ժամանակ ինքը հենց այդ միջազգային ճնշումից խուսափելով փորձում էր Հայաստանի հետ որոշակի ավելի այսպես զգուշավոր լինել Հայաստանի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ դա աշխատում էր երկար ժամանակ, բայց հիմա քանի որ մենք հայտարարում ենք, որ դա մեր առաջնահերթությունների մեջ չէ, մի տեսակ թվում է, թե հա, տրամբանական արտահայտություն է, որովհետև դե հիմա այլ խնդիրներ ունենք, չգիտեմ, շատ ավելի վտանգներ կան հիմա մեր առջև կանգնած, հետո Թուրքիայի հետ հարաբերությունների ոնց որ կարգավորման են գնում, բայց խաղաղության պայմանագիր, բան եւ այլն, բայց ես կարծում եմ, որ հակառակը մեկը մյուսին չի հակասում։ Հակառակը, երբ որ դու գնում ես, շարունակում ես միջազգային ճանաչումը, դու դրանով ավելացնում ես հավանականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունների մեջ եւ խաղաղության, որովհետեւ դու մի հատ լրացուցիչ խաղաթուղթ ես ունենում քո ձեռքում, որը կարողանում ես օգտագործես քո էլեմ երկրում քո ազգային անվտանգությունը բարձրացնելու համար։ Այս առումով ուզում եմ, որ մարդիկ, ով որ պատասխանատու են մեր արտաքին քաղաքականության իրականացման համար, մի քիչ վերանայեն իրենց քաղաքականությունը եւ նայեն այս տեսակետից։ Ոչ թե որպես հայոց ցեղասպանությունը նայեն որպես պատմական իրադարձություն, ոչ թե նայեն որպես այսպես հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիր, այլ նայեն որպես մեր ազգային անվտանգության բարձրացման հնարավորություն, նաև այսպես ազգային մոբիլիզացման ինչ-որ մի գործոն, որը թույլ կտա մեզ համախմբել մեր ժողովուրդը։ Ես մի օրինակ բերեմ, որը իմ համար շատ խոսուն է, էլի հրեական դեպքի հետ է կապված, երբ որ ես Իսրայելում էի, Yad Vashem թանգարանում էի, իրանց կենտրոնական թանգարանն է, ես տեսա ինչքան շատ զինվորական կար թանգարանում, որոնք խմբերով գալիս էին զինվորական համազգեստներով, բան։ Ես հարցրեցի, այսինքն ինչի եք այսքան շատ ձեր զինվորներին բերում, բան, իրենք ասում են նորակոչիկներ են, նոր են զորակոչվել բանակ, եւ այսպես միջև գնալը, ասենք իրենց ծառայության վայրեր, մենք անպայման բերում ենք Yad Vashem թանգարան, ասում են, բայ ի՞նչն է իմաստը, ասում են, իմաստը մեկն է, իրենք պետք է տեսնեն, թե ինչ կարող է լինի իր ժողովրդի հետ, եթե իրանք լավ չծառայեն։ Այսինքն իրենց միսիան հասկանալու համար, ինչ կարևորություն ունի իրենց այդ զենք վերցնելը եւ իրենց, չգիտեմ, սահմանին կանգնելը, իրենք պետք է իրենց աչքերով տեսնեն, ինչ կարող է լինի իրենց ժողովրդի հետ, եթե իրենք չպաշտպանեն այդ ժողովուրդը։ Իսկ թվում է մենք եւ տեսակետից նայենք։ Ազգային գաղափարախոսություն։ Այո, մենք պետք է ոչ թե սա լաց է, ոչ թե սա ինչ-որ տրավմա է, որ մենք ներդրում ենք մեր ժողովրդին, մենք դա ցույց ենք տալիս, որ տեսեք, նման բան մեր հետ տեղի է ունեցել, մենք չպետք է թույլ տանք, որ նման բան մեր հետ տեղի ունենա, եւ որովհետեւ մենք դա թույլ չտանք, մենք պետք է լինենք ուժեղ, մենք պետք է լինենք խելացի, չգիտեմ, եւ այլն, եւ կարողանանք մեր երկիրը պաշտպանել։ Հիմա գանք այն երկրորդ մասին ձեր հարցի, թե արդյոք կարիք կա ապացուցել հայոց ցեղասպանությունը եղել է թե չէ։ Այլևս ոչ, որով շատ երկար տարիներ, գիտեք, մենք իրոք ապրել ենք այդ մտքով, որ մենք պետք է պարտավոր ենք ապացուցել, որ հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր։ Եվ դա ավակ սերունդի գիտնականների մոտ միշտ այսպես շատ խանգարիչ հանգամանք եղել, որովհետև այդ մարդիկ շատ դեպքերում ոչ թե զբաղվել են մաքուր գիտությամբ, այլ իրենք փորձել են այդ գիտությանը նայեն այս ապացուցողական բանի տեսակետից, ապացուցողական գիտության տեսակետից։ Այսինքն իրենք փորձել են ինչ որ մեկին, աշխարհին, թուրքերին, չգիտեմ,
միջազգային հանրությանը, գիտական հանրությանը ապացուցել, որ հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր։ Եվ սա նաև որոշակիորեն ազդել է գիտական հետազոտությունների վրա, օրինակ Վագն Դադրյանը կա, ով հայոց ցեղասպանության ուսումնասիրության հիմնադիրներից մեկն է, այսպես հիմնասյուներից մեկն է կարելի ասել։ Ինքը իր աշխատություններում օրինակ երբեք չէր օգտագործում հայկական նյութերը։ Ասենք ինչի դա չէր անում, բնականաբար գիտեր, որ դա կարևոր է, բնականաբար ձեռքիտակ ուներ, բայց քանի որ ինքը նպատակ ուներ, որպեսզի իր աշխատանքները ապացուցեր մյուսներին, որ դա միջազգային հանրությանը։ Այո, ինքը կարծում էր, որ եթե մենք օգտագործենք հայկական նյութեր, դա ցույց կտա, որ մենք սուբյեկտիվ ենք։ Որպեսզի սուբյեկտիվ չլինի, իր աշխատանքները մեծապես մեծ մասը իր աղբյուրների դա թուրքական եւ գերմանական աղբյուրներ են, որտեղ Թուրքիան դե մասնակցող կողմներ, ոչրագործ կողմներ, իսկ Գերմանիան դաշնակիցն էր Թուրքիայի։ Հովանավորող։ Այո, տեսեք, եթե այդ մարդը այդ բանը չունենար, այդ պարտավորությունը, որ ապացուցողական լինի, ապացուցվի ինչ որ մի բան ապացուցի, ինքը կօգտագործեր առատորեն եւ հայ ցեղասպանության վերաբերյալ հայկական նյութերի եւ այլն։ Այսինքն այդ ձգտումը միշտ ապացուցել, ցույց տալ, միշտ այսպես ընդգծել, սա իհարկե մեր հասարակության վրա ծանր բեռի նման միշտ նստած է եղել եւ մենք տասնամյակներ շարունակ հենց այդ ծիրով ենք աշխատել։ Օրինակ հոլոկոստի դեպքում էլի այս զուգահեռները անխուսափելի են, ես այսպես բան չեմ անում, էլի արհեստական չեմ անում։ Դե ամեն դեպքում Լեմկինը հենց երկու ցեղասպանությունների հիման վրա։ Այո, եւ բանը հոլոկոստի դեպքում օրինակ իրենք նման նպատակ չունեն եւ իրենք կարող են օրինակ այդ օրը ուղակի հիշել, տրվեն հիշողությանը, տրվեն, չգիտեմ, վերհիշեն իրենց պատմությունները, հիշեն իրենց կորցված եւ այլն։ Մենք մեզ նման շռայլության երբեք թույլ չենք տվել։ Մենք ուղղակի հիշել ներ անձավորածներին չենք կարողացել։ Մենք նաեւ դրա հետ մեկտեղ միշտ փորձել ենք ապացուցել, որ դա տեղի ունեցել։ Եվ այդ ծուղակի մեջ մեզ գցել են ի վերջո թուրքական ժխտողականությունը, որ տասնամյակներ, արդեն 100 տարուց ավելի ժխտում է, որ դա տեղի ունեցել։ Եվ երբ որ գալիս ենք էլի վերադառնամ էլի ձեր հարցին, որ ասում եք ապացուցողական բազան շատ մեծ է եւ այսօր գոնե հայոց ցեղասպանության մասին կա գիտական հանրության մեջ կոնսենսուս, փոխհամաձայնություն։ Ցեղասպանագետները, մարդիկ, ովքեր զբաղվում են տարբեր ցեղասպանություններով, պատերազմական հանցագործություններով, մարդկայնության դեմ հանցագործություններով, իրենք միահամուռ եկել են այդ համաձայնության, որ հայոց ցեղասպանությունը դա ճանաչված փաստ է որպես ցեղասպանություն եւ դա անվիճելի, անհերքելի իրողություն է գոնե գիտական դաշտում։ Դուք նշեցիք Ռաֆայել Լեմկինին, շատ ճիշտ նշեցիք, որ Ռաֆայել Լեմկինը ինքը նաեւ իր ինտերվյուներից մեկը կա CBS հեռուստաընկերությանը, երբ որ ինքը ասում է, որ ես ստեղծեցի մի օրենք, որովհետև դա այն էր, ինչ տեղի ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրությունում եւ ինչ տեղի ունեցավ հրեաների հետ նացիստական Եվրոպայում։ Այսինքն ինքը հստակ ասում է, որ բանի վրա է ստեղծվել այդ տերմինը։ Եվ բացի այդ մենք ունենք ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երկու բանաձևեր։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դա մի այսպես գիտական ընկերակցություն է, որը միավորում է աշխարհում այս թեմաներով զբաղվող մոտավորապես 700 գիտնականի, ամենամեծ կազմակերպությունն է, 2 տարի մեծ գիտաժողովներ են անում եւ նաեւ 2015 թվականին Հայաստանում եղավ ցեղասպանության թանգարանը հյուրընկալեց եւ այդ կազմակերպությունը երկու բանաձև ունի ընդունված, որում հստակորեն նշում է, որ հայոց ցեղասպանությունը իրոք ցեղասպանություն էր եւ մենք այլևս դրա վերաբերյալ գիտական քննարկումները դադարեցնում ենք այն հարցի շուրջ, թե արդյոք կատարվածը ցեղասպանություն էր թե չէ։ Ապացուցված է։ Այո, ապացուցված է։ Արխիվների առումով մենք իրոք առատորեն արխիվներ ունենք, ընդ որում այդ արխիվները ոչ միայն իհարկե բրիտանական, ռուսական, ֆրանսիական, հայկական արխիվները շատ առատ են եւ շատ գերմանական նաեւ, չէ՞։ Այո, բայց ես դրանք նշեցի, բայց նաեւ կան գերմանական, թուրքական, ավստրո-հունգարական արխիվները։ Ինչի այդ երեքին առանձնացնում են, որովհետև իրենք, այսպես մեղմ ասած, առանձնապես լավ վերաբերմունք հայերի նկատմամբ չունեին, որովհետև պատերազմի ժամանակ ավստրո-հունգարիան եւ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցներ եւ բնականաբար իրենց դաշնակիցների կողմից պետք է հանդես գար եւ նաեւ խոսեր։ Եվ մենք օրինակ երբ որ նայում ենք գերմանական արխիվները, շատ հետաքրքիր բան ենք նկատում, որ առատորեն նշում են հայերի բնաջնջման եւ ոչնչացման մասին։ Ցեղասպանություն բառը դեռ չկա,
genocide բառը դեռ չի ստեղծել Ռաֆայել Լեմկինը, բայց իրենք գերմաներեն Volkenmord բառն են օգտագործում առատորեն, որը նշանակում է ժողովրդի ոչնչացում։ Սպանություն։ Այո, ժողովրդի սպանություն, ժողովրդի ոչնչացում, այսինքն իրենք շատ հստակ հասկացել են, որ սպանություն դա ոչ թե մարդկանց են սպանում առանձին կամ մեծ թվով մարդկանց, այլ իրենք սպանում են կոնկրետ ժողովրդին, այսինքն նպատակ ունեն կոնկրետ ժողովրդին ոչնչացնելու։ Եվ երկրորդ հետաքրքիր բանը կա, երբ որ կարդում ես գերմանական արխիվները, հայերի նկատմամբ վատ վերաբերմունքն է։ Հայերին պիտակավորում են, հայերին այսպես շատ վիրավորական տերմիններով են հայերի մասին գրում։ Դա արդարացնում է Օսմանյան կայսրությունը։ Եվ դա ցույց է տալիս, որ այդ մարդիկ առանձնապես հայերին չէին սիրում, բայց նույնիսկ չսիրելու դեպքում իրանք չէին կարող չնկատել, որ դա մի ամբողջ ժողովրդի ոչնչացում է։ Եվ դա մի տեսակ հայլուն ապացույց է նրան, որ այդ տեղեկությունները, որ իրանք հաղորդում էին, անկեղծ են, որովհետև իրանք այդ անկեղծության մեջ նաև հայերին շատ վատ նվաստացուցիչ բառերով էին ասում։ Եվ բացի այդ, բնականաբար լինելով Թուրքիայի դաշնակիցը, իրենք ոչ մի շահագրգռվածություն չունեին, գրեին մի բանի մասին, որը տեղի չի ունեցնում, որը չկա։ Եվ այդ առումով իհարկե շատ կարևոր են գերմանական արխիվները, իրենք տպագրված են, իրենք թարգմանված են տարբեր լեզուներով եւ առատորեն օգտագործվում են գիտնականների կողմից։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ աշխարհի տարբեր մասերում, չգիտեմ, իսպանական արխիվներում կան հուշեր, Վատիկանի արխիվների մասին մենք նաեւ վերջի տարիներին առատորեն օգտագործում ենք եւ գիտենք այդ նյութերի մասին, չգիտեմ, բուլղարական արխիվներում, այսինքն կան լավ վավերագրված է, որ մենք ապացույցների պակաս չունենք ուղղակի։ Ընդամենը մենք ունենք ոչրագործ, որը այդ ապացույցների հետ չի ուզում հաշվի նստել, թեև մենք նույնիսկ ունենք դատական վճիռներ, որ կայացվել են հենց Օսմանյան կայսրությունում։ Փոխվեց կառավարություն։ Երիտթուրքերը գնացին, երիտթուրքերը այսպես փախան երկրից նաև Իթիլաֆ վետերակի կուսակցությունը եւ իրենց առաջնորդները օրինակ գերմանական Սուզանավով Տրապիզոնից տեղափոխվեցին Օդեսա եւ Օդեսայից հետո Գերմանիա եւ նոր եկած ուժերը, նոր այսպես ավելի լիբերալ ուժեր կարելի է ասել, եւ որոնք եկան իշխանության Օսմանյան կայսրությունում, իրենք կազմակերպեցին դատավարություններ, շատ լավ հասկանալով, որ եթե իրենք չանեն, միջազգային դատարաններ են ստեղծվելու, եւ իրենք կազմակերպեցին դատավարություններ եւ իրենց դատարանները ապացուցեցին, որ այն ինչ որ կատարվել է, դա նպատակաուղղված կոտորած է մի ժողովրդի եւ միայն Օսմանյան դատարանի այսպես փաստաթղթերը բավարար են, որպեսզի ապացուցենք, որ կատարված է ցեղասպանություններ, որովհետեւ բազմաթիվ հարյուրավոր հարցաքննություններ են տեղի ունեցել պաշտոնյաների փաստաթղթեր են հավաքագրվել, այդ փաստաթղթերը ստուգվել, վավերականացվել են եւ այդ փաստաթղթերի վրա կնիքներ կա, որոնք նշում են, որ դա վավերական է, իսկական է, չգիտեմ, վերապրողների են հարցաքննել, վկաներ են եւ վկայություն տվել դատարաններում, շատ ոչրագործներ ընդունել են իրենց մեղքը եւ մեղայականով են հանդես եկել։ Մի խոսքով, այդ ամբողջ այդ փաստաթղթերի այս ամբողջականությունը միայն բավարար են, որ դա ապացուցեն։ Եվ մենք դա օգտագործում ենք, այո, մենք դա օգտագործում ենք մեր գիտական աշխատանքներում եւ փորձում ենք դրանով ոչ թե ապացուցենք այլևս, որովհետեւ դա ապացուցված փաստ է, այլ փորձում ենք ավելի այսպես ամբողջական տեսք տալ մեր պատմությանը, ավելի այսպես ներկայացնել, հա, համապարփակ ներկայացնել այն իրողությունը, որ տեղի ունեցել։ Շատ լավ, խոսեցիք Թուրքիայի ժողովրդական քաղաքականության մասին, չնայած այդ դատավարություններին հենց իրենց երկրի ներսում, 20-ից 21 թվականներին Սևրի, Լոզանի, Լոնդոնի պայմանագրերից հետո կար այդ հնարավորությունը, չէ, Թուրքիային դատապարտելու իր կատարած հանցանքի համար, բայց չեղավ։ Այսինքն այստեղ մենք կրկին տեսնում ենք միջազգային աշխարհի շահը, որը կար ոչ մեր կողմից, այսօր էլ չկա։ Այսինքն ինչը պետք է դրդի, որպեսզի հայոց ցեղասպանությունը միջազգայինորեն ճանաչվի։ Համաձայն եմ ձեր հետ, մի քիչ ավելի հետ գնամ 18-20 թիվը, երբ որ Թուրքիայի պարտությունից հետո այդ մի տարի կար կառավարություն, որը թույլ էր Օսմանյան կայսրությունը պարտված էր, բանակ այլևս գոյություն չուներ եւ այլն, քեմալական շարժումը դեռ չէր սկսվել եւ դա այն շրջաններ, երբ որ կարելի էր Թուրքիային պարտադրել այն ինչ մեծ տերություններ ուզում էին պարտադրել։ Ի վերջո Օսմանյան կայսրությունը փլուզվեց առաջին աշխարհամարտից հետո եւ շատ մեծ տերություններ իրենց որոշակի հատվածներ նաեւ տարածքային այսպես մեծ ձեռքբերումներ ունեցան։ Դա այն շրջաններ, երբ որ կարելի էր այդ հարցը առաջ տանել, բայց երբ որ մենք խոսում ենք արդեն
21 թվականի 20-ի արդեն վերջի 21 թվականի մասին պետք է հասկանանք, որ Օսմանյան կայսրությունում իրավիճակը փոխվել էր, Մուստաֆա Քեմալը համախմբել էր շատ ուժեր, որոնք երիտթուրքական մնացուկներ էին եւ իրենք նոր ուժ էին, երկրորդ կենտրոն, ուժային երկրորդ կենտրոնն էին ստեղծել Օսմանյան կայսրությունում, Անկարայում, որը փոքրիկ աննշան մի փոշոտ քաղաք էր եւ երբ որ նոր էին ստեղծում, դժվար էր պատկերացնել, որ այդ փայլուն պարապանց Ստամբուլին, Պոլսին կարող է մարտահրավեր նետել, բայց ստացվեց, որ համախմբումը տեղի ունեցավ եւ թուրքական բանակից ստեղծված այդ մնացուկները, ձևավորված մնացուկները հանկարծակի առեղծվածային հաղթանակ են տանում հունական բանակի նկատմամբ։ Թուրք-հունական պատերազմ էր ընթանում եւ հույները շատ մոտ էին այդ պատերազմը հաղթելու։ Եթե Սակարիայի հայտնի ճակատամարտը կա, եթե այդ ճակատամարտում հույները հաղթանակ տանային, այսօր մեր պատմությունը եւ ընդհանրապես տարածաշրջանի պատմությունը այլ հունով կգնար։ Հույները տարածքներ կվերցնեին այսօրվա Թուրքիայի արևմտյան մասում, Թուրքիան թույլ այնքան ուժեղ չէր լինի, որպեսզի հետաքրքիր լիներ մեծ տերություններին եւ ամենայն հավանականությամբ մենք կարողանայինք մեր բաժինը վերցնեինք Սևրի պայմանագրից հասանելիք մեր հատվածից։ Բայց եղավ ինչ եղավ եւ երբ որ մեծ տերությունները արդեն իրենց ցանկացած կտորները կարելի ասել Օսմանյան կայսրությունից ստացան, չգիտեմ, Ֆրանսիան ստացավ Սիրիան եւ Լիբանանը, Մեծ Բրիտանիան ստացավ Իրաքը, Պաղեստինը, նավթային շրջաններ, այդ առևտրային վերահսկողության գոտիներ, Եգիպտոսը նաև ստացավ Մեծ Բրիտանիան, մեծ տերությունները հասկացան կամ հաշվարկեցին, որ Թուրքիայի հետ համագործակցելը շատ ավելի մեծ օգուտ կլինի իրենց համար, քան Թուրքիային պատժելը։ Եվ ես մի քանի օր առաջ մի գրքի շնորհանդեսի էի, որտեղ մի թուրք հեղինակ Ակտարը, ով այդպես բավականին հայտնի է նաև դրանով, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը եւ այլն, ինքը մի շատ հետաքրքիր ֆրազ ասեց, որ կուզենամ այսօր կրկնեմ։ Ինքը ասեց, որ Լոզանի պայմանագիրը դա հական Նյուրնբերգ էր։ Եթե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանական պետությանը բերեցին Նյուրնբերգի դատավարություններ, դատապարտեցին ոչրագործներին, չգիտեմ, տարբեր պատիժների արժանացրեցին, ընդհանրապես դատապարտվեց նացիզմը որպես այդպիսի եւ Գերմանիայից դա դուրս մղվեց եւ ընդունեց Գերմանիան, Լոզանի պայմանագիրը, որ Լոզանի պայմանագիրը դա հական Նյուրնբերգ էր, որովհետեւ մեծ տերությունները փոխանակ պատժեին Օսմանյան կայսրությունը, որը կան ոչրագործություններ արի։ Իրենք մի տեսակ Օսմանյան կայսրությանը շնորհեցին անկախություն, շնորհեցին տարածքներ, ճանաչեցին իրեն որոշակի տարածքներով եւ այլն, եւ որովհետեւ աշխարհակաղակական նկատառումներով են հաշվարկեցին, որ ուժեղ Թուրքիան, այսպես կենսունակ Թուրքիան, շատ ավելի շահավետ է այս տարածաշրջանում խորհրդային Ռուսաստանի դեմ եւ այլ այսպես նկատառումներով աշխարհակաղակական։ Այսօր մենք տեսնում ենք, որ ելի շատ նման իրավիճակ է, ուժեղ Թուրքիա ունենք մեր հարևանությամբ։ Եթե համեմատենք այսօրվա Թուրքիան, չգիտեմ, 20 տարի առաջվա Թուրքիայի հետ, անհամեմատելի է։ Եվ տեխնոլոգիապես, եւ քաղաքականապես, եւ չգիտեմ, իր միջազգային ազդեցությամբ եւ այլն, Թուրքիան այսօր շատ մեծ խաղացող է տարածաշրջանում եւ այսօր խոսել նրա մասին, որ հնարավոր է, չգիտեմ, Թուրքիայի վրա ուղղակի ճնշում գործադրել, իհարկե չէ։ Բայց դրա հետ մեկտեղ սա մեզ պետք է ավելի մոբիլիզացնի եւ մենք պետք է հասկանանք, որ այս ուժեղ Թուրքիայից վտանգները, որ կարող է գան մեր երկրի վրա, շատ ավելի մեծ են։ Եվ ես այդ առումով կարծում եմ, որ այս թեման հայոց ցեղասպանության էլի ճանաչման թեման, էլի գալիս ենք այդ թեմայի, դա մեր համար կարող է լինել էլի այդ հիմնական ճնշման գոնե գործիքներից մեկը, որը մենք կարողանում ենք բանացնենք, որովհետեւ եթե մենք այս գործիքը մեր ձեռքից բաց ենք թողնում եւ դա չի նշանակում, որ այդ գործիքը ոչ ոք չի օգտագործելու։ Կուզենամ, որ մենք մի քիչ ավելի ստապ մոտենանք այս խնդրին։ Մեզ թվում է, որ մենք ենք հայոց ցեղասպանության ճանաչման process-ի հիմնական շահառում, ղեկավարում։ Այդպես չի։ Այս process-ը վաղուց մեր ձեռքից վերցվել է եւ մեծ տերությունները, այսպես մեծ խաղացողները առանց մեր կամքի ուզենք մենք դա չուզենք, այդ հարցը քննարկելու են եւ օգտագործելու են։ Այսինքն եթե նույնիսկ Հայաստանը այսօր կանգնի ու ասի, որ մենք չենք ուզում, որ հայոց ցեղասպանության թեման քննարկվի, շատ մեծ տերություններ մեզ կասեն մի վարքյան, բայց ով ասեց, որ դուք եք որոշելու, մենք օգտագործելու ենք այդ թեման, թե չէ։
Ցեղասպանությունը դա համամարտկային հանցագործություն է, դա մարդկայնության դեմ հանցագործություն է եւ բոլորովին կարեւոր չի դուք որպես պետություն դա հետապնդում եք թե չէ։ Մենք այդ զենքը միշտ կօգտագործենք եւ այդ զենքը ինքը միշտ Թուրքիայի դեմ օգտագործվելու է, բայց օգտագործելու է Միացյալ Նահանգները, օգտագործելու է, չգիտեմ, Գերմանիան, օգտագործելու է Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան Թուրքիայից տարբեր բան ստանալու համար։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ մեր կառավարությունը պետք է այնքան միամիտ չլինի, որ մտածի, որ մենք ենք այդ մենք կարող ենք այդ թեման փոխենք։ Եվ սա ես էլի ասում եմ, որ իմ ընկալմամբ ցեղասպանության միջազգային ճանաչման այդ թեման ինքը աշխարհաքաղաքական առումով շատ ավելի մեծ կշիռ ունի, քան Հայաստանը։ Ինչքան էլ ցավալի բան չեմ ասում, բայց այդ թեման միջազգային քննարկման, միջազգային դիվանագիտական ասպարեզում շատ ավելի մեծ կշիռ ունի, քան Հայաստան պետությունն ինքնին։ Եվ սա մի մեծ թեմա է, շատ մեծ, այսպես, ներուժ ունեցող թեմա է, որը համեմատելի է նաև մեծ այլ գլոբալ գաղափարախոսությունների հետ։ Օրինակ, հակաաբեկչական պայքար կար առաջ, երբ որ Միացյալ Նահանգները մտնում էր տարբեր երկրներ աշխարհի, հա, Մերձավոր Արևելյան, դա արդարացնելով, քողարկելով ահաբեկչության դեմ պայքարով, չէ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարով, կամ դեմոկրատիան տարածելու, չէ, գաղափար կա, որ պետք է դեմոկրատիան տարածել շատ երկրներ եւ էլի շատ Մերձավոր Արևելյան երկրներ, այդ պատճառով էլ իշխանափոխություն տեղի ունեցավ եւ այլն, այդ գաղափարի շուրջ դեմոկրատիայի տարածումը, բան։ Կամ օրինակ այսօր թուրքական օրինակ աշխարհը առաջ է տանում մեկ այլ մեծ գաղափար թուրքականության, պանթուրքական գաղափարն է, այո, թուրքական ժողովուրդների միավորման գաղափար։ Այսինքն կան աշխարհում միջազգային այսպես դիվանագիտության ոլորտում գաղափարներ, մեծ գաղափարներ, որոնք կիրառվում են։ Եվ հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը այդ գաղափարների շարքում կարելի է դասել, որը օգտագործվում է միջազգային քաղաքականության համար եւ շարունակաբար օգտագործվել է, ելի եմ կրկնում, անկախ նրանց մենք դա կուզենանք թե չենք կուզենա։ Բայց եթե մենք հրաժարվում ենք, մենք ինքնակամ մեր ձեռքից ուղղակի այդ զենքը ֆայր ենք դնում եւ տալիս ենք ուրիշներին օգտագործելու համար։ Ցեղասպանության հիմնական պատճառը հա կամ շարժարիթը որն էր հայ լինելը։ Այդ քաղաքականությունը շարունակվում է եւ ավելի ակտիվ։ Թուրքիայի ավելի ընդգծված Ադրբեջանի կողմից։ Մենք ամբողջությամբ հասկանում ենք այս քաղաքականության վտանգներն ու սպառնալիքները։ Հայկական գործոնը վտանգ է Թուրքիայի համար, այն տեսանկյունից, որ հայերը մշտապես շատ ընդգծված ինքնություն ունեին։ Այսինքն ինքնության առումով Օսմանյան այդ մեծ պետության կազմում եզակի ժողովուրդներից էինք, որ բոլորովին չէինք ենթարկվում ձուլման։ Ցանկացած ոտնձգություն մեր ազգային հարցին, լեզվին լինի, կրոնին լինի եւ այլն, շատ այսպես կտրուկ եւ միանշանակ արձագանք էր գալիս հայկական համայնքի կողմից։ Եվ այդ առումով հայկական համայնքը վտանգավոր էր Թուրքիայի համար, վտանգավոր էր նաև այն առումով, որ երիտթուրքերը, երբ որ եկան Օսմանյան կայսրություն իշխանության, իրենք փորձեցին կայսրությունը, կայսրական տրամաբանությունից փոխեն դեպի ազգային պետության տրամաբանության։ Եվ իսկ ազգային պետությունը դա ոչ թե բազմազգ տարբեր ազգերից բաղկացած միավորում է, այլ դա մեկ ազգի, այսպես գերիշխանությամբ, մեկ ժողովրդի, մեկ էթնոսի գերիշխանության մի դաշտ է։ Եվ այդ առումով հայերը իհարկե խանգարիչ հանգամանք էին, որովհետև հայերը չէին ուզում ձուլվել, հայերը չէին տեսնում իրենց թուրքի կարգավիճակում։ Հետաքրքիր մի պարադոքսալ իրավիճակ է տեղի ունենում 20-րդ դարի սկզբին, երբ որ փլուզվող Օսմանյան կայսրությունը, որը Օսմանյան կայսրությունը նաև իր ճգնաժամի մեջ էր, իր այսպես պատմության լավագույն օրերը չէր ապրում, եւ մենք տեսնում ենք ինչպես են բալկանյան ժողովուրդները, որոնք Օսմանյան կայսրության կազմի մեջ են մի քանի հարյուրամյակ, բուլղարացիները, չգիտեմ, բուլղարները, ռումինացիները, սերբերը, հույները, ալբանացիները, մակեդոնացիները, ինչպես այդ ժողովուրդները մեկը մյուսի հետևից ապստամբում են, ստանում են եվրոպական օգնություն, եւ այդ եվրոպական օգնության շնորհիվ, չգիտեմ, հույները ստացան բրիտանական օգնություն, բուլղարները ու սերբերը ստացան ռուսական օգնություն, եւ այդ կամ բաները բոսնիացիները Ավստրո-Հունգարիայի այսպես բանի ազդեցության տակ ընկան, ինչպես այս ազգերը մեկը մյուսի հետևից փոխվում էին Օսմանյան կայսրությունից։ Եվ երբ որ նույնիսկ Ալբանիան փոխվեց, որ Ալբանիան
չտեսնված մի բան էր, ալբանացիները այնքան միաձուլված էին Օսմանյան կայսրության հետ, մի ամբողջական վեզիրների, այսպես, որը, չգիտեմ, այսօր մեր վարչապետի, հա, բանով կարելի ասել, վեզիրների դինաստիա են տվել Օսմանյան կայսրության համար։ Օսմանյան պետությունը ընկալեց, որ հայերը նույնպես կարող են այս մոդելով անկախանալ։ Այս դեպքում ռուսների օգնությամբ, այս դեպքում, չգիտեմ, ռուսական ազդեցությունը տարածվեց շրջաներ, եւ վերջին հաշվով դա այսպես տրամաբանական էր, որովհետեւ սահմանից այն կողմ ապրում էին հայեր Ռուսաստանի կազմում, եւ որ համեմատում ես, իհարկե այնտեղ այնպես չի, որ շատ այսպես դրախտում էին ապրում հայերը, նկատի ունեմ ռուսական Հայաստանում կամ արևելյան Հայաստանում, բայց այնուամենայնիվ համեմատական առումով իրենք տեսնում էին նաև հայերը, ովքեր ապրում էին սահմանից դեպի արևմուտք, իրենք տեսնում էին, որ ռուսական կայսրության մեջ հայերի կարգավիճակը քիչ թե շատ ավելի բարվոք է, գոնե անվտանգությունն է ապահովված։ Ուղղակի իրենց չէին սպանում, որովհետև իրենք հայ էին։ Եվ այս պարագայում իհարկե նաև կարող են նաև տրամադրվածություններ լինեին։ Բայց խնդիրն այն է, որ այն ժամանակ հայերը բոլոր ձևերով հասկանալով, որ դա կարող է վտանգավոր լինի, փորձում էին ցույց տային, որ իրենք լոյալ են։ Օրինակ, երբ որ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, մենք տեսանք հսկայական հոսք հայ տղամարդկանց, որոնք ովքեր գնում էին բանակ որպես կամավորներ, կամավորվագրվում էին։ Եվ հայկական կազմակերպությունները խրախուսում էին դա, ասում էին, որ սա շատ կարևոր է, որպեսզի մենք ցույց տանք Օսմանյան իշխանություններին, որ մենք հավատարիմ ժողովուրդ ենք, որ մեզանից վտանգ պետք չի ակնկալել, որ մենք սպառնալիք չենք, որովհետև հայերը շատ լավ հասկանում էին ինչի կարող է բերել նման մտայնությունը Օսմանյան այսպես կառավարության մոտ կամ գերիշխող խավերի մոտ եւ այդ առումով իհարկե այն ինչ որ տեղի ունեցավ հետագայում դա ընդհանրապես մտածածին այսպես մեղադրանքների բան էր Օսմանյան պետությունը վերջին հաշվով այդ անցումային շրջան իմ կարծիքով Սարիղամիշի ճակատամարտն էր Սարիղամիշի ճակատամարտը տեղի ունեցավ 1914-ի դեկտեմբեր 15-ի հունվար այդ հատվածում, երբ որ Էնվերը կորցրեց իր բանակի 2/3-ը, այսինքն 70,000-անոց բանակ ուներ, որից ընդամենը 30,000-ով հետ նահանջեց։ Մնացածը սպանվեցին, զոհվեցին, գերի ընկան, սառեցին ուղղակի Սարիղամիշի այդ ձների մեջ, որովհետև ինքը լավ չէր հաշվարկե, ձմեռային հանդերձանք չունեին բան։ Հենց Սարիղամիշից հետո պետք էր այսպես խաղության նոխաս, հա, պետք էր ինչ-որ մեկը, որի վրա կարողանային բարթեին այդ պարտությունները։ Եվ հայերը շատ հարմար թիրախ էին, Էնվերը, երբ որ ինքը վերադառնում է պոլիս, երբ որ իրեն հարցնում են բա ուր է քո բանակը, ինքը ասում է ինձ դավաճանել են։ Իսկ ինքը իր քաղաքական կարիերան արդարացնելու համար գտնում է մեղավորներ, ցույցադրում է հայերին որպես մեղավորներ եւ հայերը թիրախավորվում են եւ տեղի ունենում հայոց ցեղասպանությունը։ Եթե գանք այսօր 100 տարի անց մենք տեսնում ենք, որ այսօր նույնպես այդ գաղափարախոսությունը կար այն ժամանակ ինքը Էնվերը ինչեր ինքը Սարիղամիշը ճեղքում, որովհետեւ ինքը ուներ մի գաղափար, որ Օսմանյան կայսրությունը փլուզվում է Օսմանյան կայսրության եվրոպական շրջանները, ինչպես մի քիչ առաջ ներկայացրեցինք, անջատվում են Օսմանյան կայսրությունից, բայց արևելքում կան թուրքական ժողովուրդներ։ Եվ մենք կարող ենք այդ բուլղարներին, ռումիններին, չգիտեմ, սերբերին եւ հույներին փոխարինել թուրքական ժողովուրդներով։ Այն տարածքով, որը այսօր կոչվում է Ադրբեջան կամ Միջին Ասիա, այն հսկայական տարածքներ, որոնք նույնպես ապրում են թուրքախոս ժողովուրդներ, եւ իր մտադրությունը այս դրանում է ճեղքել եւ այսպես Սարիղամիշի հաղթանակից հետո իր համար ինչ պատկերացված, ինքը պետք է մտներ Հայաստան, Հայաստանով դուրս գար Վրաստան, հասներ Կովկաս, Կովկասում բարձրացնել մուսուլմանական ժողովուրդների ապստամբություն, կտրեր Կովկասը Ռուսաստանից եւ այդտեղից Կասպից ծովի հյուսիսային ափերով շարժվեր դեպի Միջին Ասիա եւ բարձրացնել պատերազմի նաեւ այսօրվա միջինասիական այսպես պետությունների տարածքում ապրող ժողովուրդների։ Այսինքն սա մի մեծ թուրանի այսպես գաղափար էր, որի արանքում, ինչպես դուք ճիշտ նշեցիք, կար քրիստոնեական մի ժողովուրդ, հայերը, ովքեր այդ երկու մեծ աշխարհների Օսմանյան կայսրության եւ Միջին Ասիայի կամ Կովկասի աշխարհի միջև սեպի նման խրված էին եւ այդ գաղափարը, որ պետք է այդ սեպից ազատվել, հայոց ցեղասպանության պատճառներից մեկը նաեւ դա է։ Երբ որ գալիս ենք 100 տարի հետո, մենք բախում ենք մի իրավիճակի հետ, որը շատ երկար ժամանակ լուրջ չէր ընկալվում մեր պետության, ընդհանրապես շատ պետությունների կողմից։ Երբ որ ես
ինչ որ ինտերվյուներում կամ խոսում էի պանթյուրքիզմի մասին, ինձ է քմծիծաղով էին ընդունում։ Ինձ ասում էին, լավ, դու 100 տարի առաջվա պատմության բանում ես մնացել, այսինքն դուք է պատմաբանները ասում են, ինչ բերում եք պատմությունը, կապում եք, այսօր ինչ պանթյուրքիզմ, ինչի մասին է խոսքը։ Այսօր 2025, 2000 այն ժամանակվա 2015 թիվն է, ինչպես կարելի է թին պատմական փոշոտ հնացած գաղափարները բերել այսօր մատուցել։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ գաղափարը բոլորովին է հնացած չի։ Պատմությունը կրկնվում է։ Ավելին հավանականությամբ իրանք այդ ծրագիր ծալը դրել են հարմար դարակը սпасելով հարմար ժամանակ։ Եվ հարմար առիթը հիմա ստեղծվել է։ Հարմար առիթը ստեղծվեց 20 թվականին, ստեղծվեց ես ենթադրում եմ Էրդողանի ուղեղում, երբ որ ինքը իր կյանքի վերջում, ինքն է շատ լավ զգալով, որ եկել են իր կյանքի վերջի տարիները, ինքը ուզեցավ մի մեծ, այսպես նախագիծ իրականացնել, որպեսզի դրանով մտնի պատմության մեջ, սերունդները հիշեն։ Այո, եւ անցնի նույնիսկ Մուստաֆա Քեմալի ժառանգությունը։ Ինքը միշտ ունեցել է այդ գաղափարը Քեմալին անցնել եւ այսպես կամ երկրորդը դառնալ թուրքական պատմության մեջ։ Կարող ասել կներեք, որ սա այդ կայսրության դոր ունեցել են, անդադ ձգտում են։ Այո, եւ գիտեք, այդ գաղափարը նաեւ եւ ինքը Էրդողանը այդ կայսրական գաղափարի կրողն է։ Լուրերում եթե ուշադրություն դարձնեք, երբեմն կարող են ցույց տան Էրդողանի աշխատասենյակը, ինչ խորհրդակցությունների բանի ժամանակ, եւ ես ուշադրություն եմ դարձրել, որ իր աշխատասենյակում երկու լուսանկար է փակցված։ Մեկը Մուստաֆա Քեմալի լուսանկարն է, որը պարտադիր է բոլոր թուրքական պետական հիմնարան։ Երկրորդը Աբդուլհամիդ II-ի նկարը։ Աբդուլհամիդ II-ը Օսմանյան վերջի մեծ սուլթանն էր։ Իրենից հետո այլևս մի երկուսը եղան, որոնք շատ ավելի նվազ այսպես նշանակություն ունեին, բայց Աբդուլհամիդը դա այն մարդն էր, որը իր համար խորհրդանշում է Օսմանյան կայսրությունը իր վերելքի կամ այդ ամբողջականության մեջ։ Եվ այդ նկարի առկայությունը նաև թույլ է տալիս ինձ պնդել, որ ինքը այդ կայսրական գաղափարախոսության, կայսրական գաղափարի շարունակման այսպես կողմնակիցն է եւ պատահական չէ, որ 2022-ին թե 21-ին էր Էրդողանը ստացավ մի նվեր իր կոալիցիոն բանից, դաշնակցից Դևլետ Բախչելիդն է, ով իր հետ, իր կուսակցության հետ միասին իրեն կոալիցիային կազմել եւ կառավարում էին Թուրքիան։ Ստացավ մի նվեր եւ այդ նվերը մի քարտեզ է, որը մեծ Թուրանի քարտեզն է։ Եվ իրենք նկարված ունեն եւ բացի այդ նկարվեցին ժուրնալիստների դեմ կանգնեցին եւ այդ մեծ Թուրանի քարտեզով նկարվեցին։ Եթե դուք նայեք այդ մեծ Թուրանը, կտեսնեք, որ ինքը անցնում է Հայաստանի վրայով եւ շարունակվում է իր մեջ ընդգրկելով ոչ միայն Միջին Ասիան, նաեւ ընդգրկելով Ռուսաստանի այդ հեռավոր արևելյան շրջանները, այդ Սիբիրի այդ հատվածները, որտեղ նույնպես ապրում են որոշ թուրքախոս ժողովուրդներ։ Այսինքն այն գաղափարը, որը 100 տարի առաջ կար, որը մեր այսպես քաղաքական գործիչները, որոնք այսպես լուրջ բան դեմքերով փորձում էին մեզ ապացուցեին, որ մենք պատմաբաններս կտրվել ենք իրականությունից եւ հին գաղափարներ ենք դաշտ բերում, բարձրացավ որ այդ գաղափարները ոչ մեկ չէին գնացել։ Մենք տեսնում ենք Սիրիան ինչպես ընկավ թուրքական ազդեցության տակ, մենք տեսնում ենք Իրաքի որոշ շրջաններ, որ թուրքական բանակի ազդեցության տակ են։ Իրանը ամեն դեպքում վտանգի տակ է։ Մենք տեսնում ենք Հյուսային Կիպրոսը, որը արդեն 50 տարուց ավել թուրքական վերահսկողության տակ է, բայց երբեք այդ Հյուսային Կիպրոսի թուրքական հանրապետություն կոչվածը այսքան ակտիվ չէր միջազգային հարաբերություններում, չգիտեմ, Ադրբեջանի հետ շատ ակտիվ կապեր եւ այլն, եւ նաեւ Ադրբեջանի հետ այդ սերտացող քաղաքականությունը եւ նաեւ հետաքրքիր է, որ Էրդողանը միշտ շեշտում է, եթե ուշադրություն եք դարձրել, շեշտում է Թուրքիայի դերը Ղարաբաղյան պատերազմում իրենց հաղթանակի մեջ։ Միշտ մի տեսակ Ադրբեջանին ցույց է տալիս իր տեղը, ասելով, որ մի մոռացեք, որ ով է եղել այս հաղթանակի այսպես հիմնական դերակատարներից եւ պատահական չի, որ երբ որ իրենք հաղթանակի այսպես շքերթ արեցին, Էրդողանը թույլ չտվեց, որ Ալիևը մենակ ընդունի այդ շքերթը։ Ինքը եկավ Բաքու եւ Բաքվում Ալիևի կողքին կանգնեց, ցույց տալով, որ մենք երկուսով ենք սաղարել, այսինքն նույնիսկ այստեղ ինքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը վերջին հաշվով դա իր ազդեցության տակ գտնվող պետություն է, ինչքան էլ մենք իրենք այսպես ձևացնում են, որ դա այսպես հավասար գործակցություն է։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ամբիցիաների աճ երկու պետությունների կողմից, բայց միաժամանակ Հայաստանի կողմից ոչ adekvat բոլորովին դիրքորոշում։ Ինչ արժանահավատ է, չէ՞, ինչու խաղաղության պայմանագրի։ Այո, եւ այս ֆոնին, երբ որ դու խոսում ես, որ
խաղաղության պայմանագիր, մեր երկրում խաղաղությունը լինելու, այ մենք հիմա սահմանը կգծենք ու դրանից հետո մենք խանգիստ ապրելու ենք, սա մոլորություն է, եւ սա վտանգավոր մոլորություն է, որովհետեւ շատ ավելի լավ է պատրաստվել պատերազմի, բայց պատերազմ չունենալ, քան լինել անպատրաստ, պատրաստվել խաղաղության եւ ստանալ պատերազմ։ Ավելի լավ է մենք լինենք վատատես, բայց երբեք մեր վատ կանխատեսումները չիրականանան, քան թե մենք ապրենք այդ լավատեսության փուչիկի մեջ, մենք մեզ համոզենք, որ չէ ամեն ինչ լավ է եւ հանկարծ անպատրաստից ստանանք պատերազմ, որում կարող է նորից պարտվենք։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ մեր նման փոքր պետությունները իրավունք չունեն այսպես թուլանալու եւ հանգիստ ապրելու։ Սա ճակատագիր բոլոր փոքր պետությունների ճակատագիրն է։ Շվեյցարիայի նման պետությունը, որը գտնվում է Եվրոպայի կենտրոնում եւ ասենք շրջապատված է հարևաններով, որոնք բնավել, ասենք չեմ պատկերացնում, որ Շվեյցարիան ակնկալի, որ Ավստրիան կամ Սլովենիան մի օր կհարձակվեն իր տարածքի վրա, բայց Շվեյցարիան մի պետություն է, որ տղամարդիկ պարտադիր զինծառայության են գնում, տարեկան ամեն տարի գնում են զորավարժությունների, պետությունը զինվում է եւ ցանկացած փոքր պետության համար, որը շրջապատված է մեծ հարևաններով, սա բնական կյանքի ռիթմ պետք է լինի, բնական կյանքի դրվածք պետք է լինի եւ մանավանդ երբ որ դու հասկանում ես, որ ինչքան ավելի պատրաստված ես դու, այնքան ավելի մեծ է շանսը, որ դու վերապրես եւ դա միջազգային հայոց ցեղասպանության օրինակն է մեզ ցույց տալիս, երբ որ դուք համատում եք զոհերի տոկոսային հարաբերակցությունը տարբեր բաներում, վիլայետներում, տարբեր նահանգներում, Օսմանյան կայսրության կամ բնակավայրերում, մենք տեսնում ենք, որ բոլոր այն տեղերում, որտեղ եղել է դիմադրություն, ինքնապաշտպանություն, զոհերի թիվը ավելի քիչ է եղել, քան այն տեղերում, որտեղ մարդիկ մտածել են, որ լավ, բան չանենք, չհակառակվենք, ենթարկվենք, կատարենք հրամանները, հա, միգուցե մեզ կխնայեն, միգուցե մեզ չեն սպանի եւ այլն, այդ տեղերում բաների տոկոսը անհամեմատ ավելի բարձր է եղել, քան այն տեղերում, որ մարդիկ փորձել են ինքնապաշտպանություն իրականացնել։ Եվ ինքնապաշտպանությունը այնպես չի, որ բոլոր տեղերը հաջող են։ Չգիտեմ, Մուսալերան կամ Վանի ինքնապաշտպանության կամ չգիտեմ Սասունի ինքնապաշտպանության կողքին, որոնք հաջող ինքնապաշտպանություններ էին եւ վերջնական հաղթանակ բերեցին, կամ Աղդաղի ինքնապաշտպանությունը, եղել են նաև պարտություններ, Շապին Կարայիսարը, Ուրֆան, տեղեր էին, որտեղ վերջը դիմադրությունը կոտրվեց եւ բանալ, բայց նույնիսկ այդ պայմաններում փրկվածների թիվը շատ ավելի մեծ են, քան այն տեղերում, որ չեն դիմադրել։ Ցեղասպանությունը ինքնին ֆիզիկապես ոչնչացման երևույթն է, այսինքն ցեղին կամ ցեղային միությանը եւ այլն, բայց շատ ժամանակ չի խոսվում կամ չի կարևորվում մշակութային ցեղասպանությունը։ Սա երևույթ է, որին մենք առնչվում ենք հիմա օկուպացված Արցախում եւ տեսնում ենք օրեցօր որքան մենք ունենում ենք այդ ցեղասպանության, այսպես ասած, արգասիքները։ Ձեր կարծիքով կա ինչ-որ մի մեթոդ, որով կարելի կլինի հետո սերնդին գոնե ապացուցել, որ մենք ունեցել ենք իսկապես Արցախ ու սա խնդրեմ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախն է, որը եղել է հայկական ու կմնա հայկական։ Այո, ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մի փոքր ուղեմ ձեզ այդ դեմ չեք։ Ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացումը չի։ Ցեղասպանությունը դա խմբի ոչնչացումն է որպես այդպիսի, բայց դա պարտադիր չի, որ լինի միայն ֆիզիկական ոչնչացման։ Դա ինքնության ոչնչացումը նույնպես ցեղասպանություն է։ Կան օրինակներ համաշխարհային պատմության մեջ, օրինակ ամերիկյան հնդկացիներին, հնդկական ցեղերին, որոնք բազմաթիվ ցեղեր էին, մի մասին կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա կամ Կանադայի տարածքում, մի մասին իրոք ֆիզիկապես ոչնչացրեցին, բայց մի մասն էլ ուղղակի ձուլեցին, այսինքն ինչ էին անում իրենք, ընտանիքներից վերցնում էին երեխաներին, տեղավորում էին պետական դպրոցներ, որտեղ այդ երեխաները, այդ հնդկացիների, այդ ցեղերի երեխաները մեծանում էին որպես սպիտակների այս գաղափարախոսության կրողներ, այսինքն իրենք խոսում էին անգլերեն, իրենց պատմություն որպես ընկալում էին, չգիտեմ, Միացյալ Նահանգների պատմությունը կամ Կանադայի պատմությունը եւ հաջորդ սերունդում արդեն կտրվում էին իրենց ազգին եւ բոլորովին առնչություն այլևս չունեին իրենց նախնիների հավատքին, իրենց նախնիների լեզվին եւ այլն։ Եվ 1, 2, 3 սերունդ հետո այդ ցեղերը ամբողջությամբ ոչնչացվեցին։ Ֆիզիկապես իրենք չսպանվեցին, բայց իրենք այլևս որպես այդպիսի գոյություն չունեին։ Եվ ես կարծում եմ, որ ցավոք սրտի մենք ունենք նման վտանգ, մենք կանգնած ենք նման վտանգի առաջ։ Հա, եւ ասեմ, որ դա էլի ցեղասպանություն է եւ Կանադան ճանաչել է դա որպես ցեղասպանություն, ինքը ընդունել է իր մեղքը եւ
հիմա ինչ որ միջոցներով փորձում է փոխհատուցում տալ հենց այդ հնդկացիներին բաներին, զավանքներին եւ այսպես սերունդներին, նույնը նաեւ եղել է Ավստրալիան իր տեղաբնիկների նկատմամբ, էլի ձուլել է, էլի վերցրել է եկեղեցական դպրոցներ էր բացում, որտեղ վերում էր այդ տարբեր Ավստրալիայի տեղաբնիկների, ցեղերի ներկայացուցիչներին, իրենց կրթության միջոցով այսպես դաստիարակում էր, վերափոխում էր իրենց ինքնությունը եւ էլի Ավստրալիան ճանաչել է, որ դա ցեղասպանություն է եւ ընդունել։ Մենք այն վտանգի առաջ ենք, որ Արցախահայությունը, որը հայ ժողովրդի մի այսպես յուրատեսակ յուրօրինակ հատված էր, ինչպես չգիտեմ, Ջավախահայությունը, ինչպես չգիտեմ, Շիրակի հայությունը, Սյունիքում ապրող մեր հայրենակիցները, որովհետև ի վերջո մենք մեկ ժողովուրդ ենք, հայ ժողովուրդ ենք, բայց մենք ունենք մեր յուրահատուկ բարբառները, ունենք նաև տեղական օրինակ խոհանոցը, կան ինչ որ ուտելիքներ, որոնք բնորոշ են այս հատվածում կան։ Մենք ունենք մեր կեցութաձևը, չգիտեմ, որոշ շրջաններում ավելի պահպանողական են, որոշ շրջաններում ավելի լիբերալ են, նույնիսկ ընտանեկան դրվածքում տարբերություններ կան։ Եվ սա յուրահատկություն է, որը մեզ դարձնում է ավելի հարուստ որպես ժողովուրդ։ Երբ որ մենք այս տարբեր հատվածներն են իրար հետ շփվում, փոխհարաբերվում, մենք ավելի փոխհարստացում ենք։ Պատկերացրեք ինչքան ձանձրալի կլներ, եթե մենք բոլորս միանման լինեինք, ասենք։ Եվ Արցախահայությունը մի ուրույն մշակույթով, իր սեփական բարբառով, իր սեփական եւ վերջո իր սեփական պետականության պատմությամբ։ Վերջես 30 տարվա պետականությունը այսպես չի գնա կորի։ Ինքը մնայուն լինելու է եւ հայոց պատմության հատվածներից մեկն է լինելու եւ ես կարծում եմ որ մենք ունենք այդ վտանգը որ եթե Արցախահայությունը հեռանա Հայաստանից կամ Հայաստանում գոնե ինչ որ մի ձև չգտնի իրենց այդ առանձնահատկությունը, այդ յուրահատկությունները պահպանելու, 1-2 սերունդից հետո չվերադառնա իրենց հայրենիք, չվերադառնա այն հողերը, որտեղ հազարամյակներով իրանք ստեղծել են մշակույթ, որտեղ հազարամյակներով ապրել են, շատ հնարավոր մենք կորցնենք Արցախահայությունը որպես տեսակ։ Այնպես ինչպես ասենք մենք այսօր չունենք խարբերցի հայը։ Չկա, ասենք վերացել է կամ շատ հին գնացի այդ խարբերցի կամ սեբաստահայը որպես սեբաստացի հայ, բայց ասենք Բաքվա հայությունը, չէ՞։ Տեսեք ինչ մեծ խումբեր, ինչքան մշակույթի գործիչներ ունեին, իրենց բարբառ ունեին, բայց հիմա աշխարհում մեկ ծրված են եւ ամենայն հավանականությամբ հայերեն չեն խոսում, ամենայն հավանականությամբ իրենց զավակները արդեն ամերիկացի են, ռուս են կամ չգիտեմ ֆրանսիացի են, կախված նրանից որ երկրում են իրեն գտնում։ Կամ Հայաստանում են, հայաստանցի են դարձել ամբողջությամբ, արդեն չեն հիշում Բաքվա հայության բարբառը։ Եվ մենք այդ վտանգի առաջ կանգնած ենք։ Մենք կանգնած ենք եւ դրա համար այդ վերադարձի մասին մտածելը, վերադարձի ուղղությամբ աշխատելը դա նախ եւ առաջ այդ խումբը որպես խումբ պահպանելու բան է։ Որովհետեւ դա ինչ ենք մենք ասում որ Արցախում տեղնուցած է ցեղասպանություն է։ Շատ մարդիկ մեզ հանդիմանում են ասում են լավ ամեն ինչին ցեղասպանություն եք ասում, չէ։ Հենց այդ իրողությունից ելնելով ենք ասում որ եթե իրենք 1-2 սերունդ հետո կորեն, վերանան Արցախահայությունը որպես այդպիսի, մենք դա էլի կլինի ցեղասպանություն։ Ֆիզիկապես իրենք կարող է ամբողջությամբ չեն ոչնչացել, բայց իրենք որպես ինքնություն եւ որպես ժողովուրդ կդադարեն գոյություն ունենալուց եւ Արցախահայություն երևույթը փաստորեն այլևս չի լինի եւ դա էլի ցեղասպանության արդյունք կլինի։ Այդ մեծ այդ կոմպլեքսի մեջ բռնի տեղահանության, իրենք իրենց արմատներին կտրելու, ցեղասպանելու քաղաքականության կարևորագույն բաղկացը դա մշակութային ցեղասպանություն, որտեղ ի վերջո ինչ է ժողովրդին ինչ է ազգին դարձնում ազգ, ինչ է ժողովրդին դարձնում ժողովուրդ։ Տարբերում նաև։ Դա մշակույթն է, իր սեփական մշակույթն է, իր, չգիտեմ, եկեղեցիներն են, որ նա կառուցում է, իր լեզուն է, իր, չգիտեմ, ամբողջ այդ ամեն այդ կոմպլեքսը որ կա եւ երբ որ այսօր Ադրբեջանը փորձում է այդ մշակույթը յուրացնել, երբ որ իրենք ասում են սա ալբանական է, հայկական չի, երբ որ իրենք եկեղեցում գրությունները ջնջում են, այն ինչ որ կար, դա հենց այդ քաղաքականության շարունակությունն է։ Առաջի փուլով այդ մարդկանց կտրել իրենց արմատներից եւ վտարել, երկրորդը այդ արմատները ուղղակի ջնջելը վերացնել։ Եվ մեր այսօրվա խնդիրներից մեկը պետք է դա լինի, որ մենք դա կարողանանք պահպանել, ընդգծել եւ այլն։ Փառք Աստծո 21-րդ դարը դա մեզ հնարավորություն տվել է, այսինքն դա փաստագրված է, մենք ունենք հազարավոր լուսանկարներ այդ ամեն ինչի մենք ունենք գիտական աշխատանքներ, աշխատություններ, չգիտեմ, վիդեոնկարանումներ, այդ տարածքների, այդ գրությունների եւ այլն, չգիտեմ, Սամվել Կարապետյանին կհիշեմ, հայ երջանկայի շատակով ոտքով ամբողջ Արցախը գյուղ առ գյուղ տեղավայր շրջել էր եւ լուսանկարել եւ դոկումենտացրել էր ամբողջ այդ
ժառանգությունը, որ մենք այնտեղ ունենք։ Ես գիտեմ, որ դրա ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, հասարակական հիմունքներով իհարկե, աշխատանքներ տարվում են, բայց այդ աշխատանքները ամբողջական չեն լինի, եթե մենք քաղաքական մակարդակով այդ հարցը մշտապես չբարձրացնենք։ Պետական համակարգով։ Պետական մակարդակով, որովհետև տեսեք ինչ անում Ադրբեջանը։ Ադրբեջանը հերիք չի յուրացնում այսօր Արցախի, ինքը հավակնում է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Եթե դու չես խոսում Արցախի մասին, դու ստանում ես արևմտյան Ադրբեջան կոչվածը։ Դա անխուսափելի երևույթ է։ Իսկ եթե դու լռում ես, որ դու այնտեղ ունես հայրենիք Արցախում, իրենք անպայման իրանք ոչ թե իրենք էլ լռելու են, այլ իրենք նախարարցակ են լինելու եւ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը անվանելու են արևմտյան Ադրբեջան։ Ես հիմա մի հետազոտության վրա եմ աշխատում եւ ուսումնասիրում եմ ադրբեջանական դասագրքերը։ Եթե դուք կարդաք ադրբեջանական դասագրեր, դուք կհասկանաք, որ իրենց պատկերացմամբ, իրենց երեխաների ի վերջո դասագրքերով են դաստիարակվում իրենց ձևավորումից իրենց երեխաների այսպես աշխարհընկալումը, աշխարհայացքը, Հայաստան չկա։ Հայաստանը ընդհանրապես գոյություն չունի։ Եվ այդ ամբողջ տարածքը դա թուրքական տարածք է, դա ադրբեջանական տարածք է իրենց նշելով եւ եղել է ոչ միայն հիմա է, այլ եղել է եւ նույնիսկ չգիտեմ 5 դարերից սկսած այնտեղ ապրել են իրենց ընկալմամբ թուրքական ժողովուրդներ։ Եվ երբ որ դու աչքերդ փակում ես եւ դա դրան չես հակադարձում, երբ որ դու պետական մակարդակով չես ընդգծում, որ այո, մենք այսօր պարտվել ենք, այո, այսօր այնտեղ բռնի տեղանվել են այդ մարդիկ այդ տարածքից, բայց դա հայկական տարածք, հայկական հող է։ Ասենք ոչ ոք մենք չի մեղադրում, երբ որ մենք Ջավախքի մասին խոսում ենք որպես հայկական տարածքի կամ Արևմտյան Հայաստանի որպես հայկական տարածք եւ դա ուզում եմ որ սա չընկալվի որպես այսպես տարածքային հավակնություններ Վրաստանի կամ Թուրքիայի նկատմամբ, բայց այնուամենայնիվ պատմականորեն, ասենք դու չես կարող խոսել հայոց պատմության մասին եւ այդ հայոց պատմությունը կտրես տեղավորես այսօրվա Հայաստանի նեղ սահմաններից ներս, ասենք հայոց պատմությունը առանց Արևմտյան Հայաստանի, առանց Ջավախի կամ առանց Արցախի անհնար է պատկերացնել։ Եվ ես կարծում եմ, որ պետական քաղաքականությունը դա պետք է հաշվի առնի։ Դա իրողություն է, որը կա եւ էլի չտեսնել իրողությունը եւ փորձել միայն ցանկություններով առաջնորդել անհնար է։ Մեծ առումով որպես ուղերձ էլի որ ասել ուղերձ կանենք, դա այն է, որ մենք պետք է այս թեման տակ պահենք, մենք պետք է այդ թեմայով խոսենք, այդ թեման չպետք է երկրորդական, երրորդական դառնա, թեման պետք է միջազգային հարթակներում միշտ հնչի։ Պետք է, ասենք, աշխարհում հասկանան, որ հայերը հիշում են Արցախի մասին, իրենք հիշում են, որ այդ տարածքում հայեր են ապրել հազարամյակներով եւ սրանից մի 2-3 տարի առաջ դա ամբողջությամբ հայկական հայերով բնակեցված տարածք եղել եւ եթե դու չխոսես մի տարի, 2 տարի, 10 տարի, թեման կմոռացի, որովհետև քեզանից բացի ոչ ոք այդ թեմայով հետաքրքրված չի լինի, քեզանից ավելի շատ։ Այդ առումով իմ ուղերձը տակ պահել այդ թեման, եթե պետությունը այսօր ինչ-ինչ պատճառներով միգուցե իրանք ունեն պատճառներ, միգուցե իրանք ունեն իրենց բացատրությունները եւ վաղը այսօր եթե իշխանության չլինեն, փորձեն արդարանալ այդ բացատրությունները ներկայացնել, միգուցե պատրաստ եմ նույնիսկ ընդունել ինչ-որ չափով, բայց գոնե հանրային մակարդակով, հասարակական մակարդակով այս թեման պետք է միշտ խոսվի եւ միջազգային հարթակներում եւ երկրի ներսում, այսինքն Արցախը մոռանալ չի կարելի։ Պետք է անընդհատ խոսել այս մասին։ Այո։ Շատ շնորհակալ եմ պարոն Մանուկյան բովանդակալից զրույցի համար։ Եթերում ուղիղ խոսքներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։